Պարտադիր ժամկետային զինծառայությունը կես տարով կրճատելու որոշումն այսօր չի ընդունվել եւ նախընտրական քարոզչական նպատակներ չի հետապնդում։ Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այո, դա մեր նախընտրական ծրագրում է առկա, այնուհետև մենք մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, եւ իհարկե դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում։ Ռազմական փորձագետների մի մասը համոզված է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելը առանց բոլոր զորատեսակների որակական առաջընթացն ապահովող համալիր միջոցառումների թույլատնելու է բանակը, սակայն Պապիկյանը վստահ է, որ այս քայլը միմիայն կբարձրացնի բանակի մարտունակությունը։ Բարեփոխումներն ըստ նրա կատարվում են բանակը բանտի չվերածելու համար։ Շատ են հնչում նման թեզեր, որ բանակը կրճատում են։ Իհարկե ես կուզենամ հարց հնչեցնել, ինչ է ասել է բանակը կրճատում են, այսինքն եթե ցիկլը 2 տարվա փոխարինվում է 1.5 տարով, որտեղ է տեղի ունենում կրճատումը։ Իհարկե ես կուզեմ լսել իրենց բարձաբանումը, ես ինքս կտամ ինչ փոփոխություններ կարող են լինել եւ երբ առաջացած հարցերը կլուծվեն ու ինչ ձևով։ Հայաստանի Հանրապետության ռեզերվը, գործող ռեզերվը, ոչ թե ընդհանուր ռեզերվիստների թիվը 600,000 մինչև 600-650,000, գործող ռեզերվը գնահատվում է մինչև 350,000։ Ենթադրենք 100,000, ասենք անառողջ մարդիկ են եւ 250,000-ն է մեր պահեստազորը, ռեզերվը դա պահեստազորն է։ Քանի տարի է պետք, որ երկրորդ անգամ գա վարժվի այն մարդը 10,000 հավաքվելու դեպքում ամեն տարի այդ 250,000-ը 250-ը բաժանում ենք 10,000-ից, ստանում ենք 25 տարի մեկ։ Նախարարն ընդգծեց, Հայաստանը ձեռք է բերում միայն նոր սերնդի զենքեր, իսկ հայկական արտադրանքը ըստ Պապիկյանի որակով չի զիջում եւ նախատեսվում է դուրս բերել միջազգային շուկա։ Այն ինչ արվում է մեր կողմից, դա մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով է եւ կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի բոլորի համար բաց լինի, այդ թվում նաեւ Հայաստանին զենք վաճառող եւ կողքից Հայաստանին նայող մեր հարևանների ու գործընկերների համար Հայաստանը իր սպառազինությունը եւ բանակը օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Ըստ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի երկու երկրների միջև ոչ մի տարածքային պահանջ չպիտի լինի, սակայն Հայաստանի տարածքի առնվազն 220 քառակուսի կիլոմետրը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, ինչ պիտի անի Հայաստանը, որպեսզի այն հետ բերի։ Պապիկյանն ունի պատասխան, որը նրա խոսքով միակ լուծումն է։ Հարցի լուծումը պետք է իրականացվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի միջոցով ու օգոստոսի 8-ից հետո դա ավելի իրական է եւ ես վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Ես այլ ելք չեմ տեսնում ուղղակի։ Դա է ճանապարհը եւ մենք պիտի գնանք այդ ճանապարհով։ Պապիկյանը նաև ներկայացրեց վիճակագրությունը, ըստ որի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի եղել։ Ընթացիկ տարում գրանցվել է մահվան 5 դեպք, 2 զինծառայող մահացել է առողջական խնդիրների պատճառով, մեկը ինքնասպանության հետևանքով, մեկը էլեկտրահարումից, իսկ եւս մեկը կայծակի հարվածից։ Ըստ պաշտոնական վիճակագրության 2024 թվականին զինված ուժերում ընդհանուր առմամբ մահացել է 40 զինծառայող։ Մահվան դեպքերի շարքում 4-ը տեղի է ունեցել հակառակորդի կողմից, իսկ 5-ը սպանության հետևանքով։ Պահեստազորայիններին 25-օրյա հավաքների ներգրավելու հաճախականությունն ըստ Պապիկյանի պայմանավորված է վերջին պատերազմի փորձով, երբ տարիներով մարզումներ չանցածները հայտնվելով մարտադաշտում չգիտեին անելիքը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։